Նյու Յորքը բառացիորեն ջրի տակ է, երկու մարդ է մահացել, տան նկուղներում տեղումները ռեկորդ են սահմանել, մետրոն դարձել է լողավազան։ Դեթրոյթում դդմի օրը գրեթե դարձել էր պայթյունի օր, ՀԴԲ-ն կանխել է ահաբեկչություն հելոինի քողի տակ։ Կառավարությունը փակ է, բայց բանավեճը բաց, Թրամփը մեղադրում է դեմոկրատներին, դատավորները կառավարությանը, Սնեփը դեռևս սպասում է փրկողակի։ Թրամփը ֆիլիբաստերին ուղարկում է պատմության գիրկը, ցանկանում է բացել կառավարությունը առանց երկար բարակ խոսելու։ Ազգային գվարդիան պատրաստվում է արագ արձագանքել, եթե ժողովուրդը չափազանց արագ բարկանա։ Բրոդվեյի ներգաղթային կենտրոնը դարձել է սև արկղ, առանց իրավապաշտպանների, բայց լի գարշահոտով ու անարդարությամբ։ Կալիֆորնիայում նոր քարտեզ են գծում ընտրություններով, ԱՄՆ-ն դարձել է քաղաքական լաբիրինթ, դեմոկրատներն ու հանրապետականները երկիրը վերածել են ընտրական փազլի։ Հրաժարվում է բացատրել, պատրաստվում ենք նոր միջուկային պայթյունի, թե պարզապես խոսքի բում է։ Այս եւ այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ողջույն սիրելի հետևորդներ, US Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Ամենաթարմ եւ կարևոր իրադարձությունների մասին առանց ավելորդ սեփական կարծիքի, հակիրճ, հստակ եւ հետաքրքիր։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ նախապես շնորհակալ եմ բոլորին ալիքին բաժանորդագրվելու համար։ Մի մոռացեք հավանել նյութերը, դա կարևոր է մեզ համար, բայց ավելի շատ YouTube-ի համար, որովհետեւ եթե չեք լայքում, YouTube-ը մտածում է ձեզ հետաքրքիր չէ եւ մեր մյուս հայրենակիցներին չի էլ առաջարկում դիտել։ Եթե հավանում եք մեր աշխատանքը, լայքեք, դա ձեր ամենափոքր, բայց մեզ համար ամենամեծ աջակցությունն է։ Անցնենք արդեն լուրերին ու առաջինը Նյու Յորք գնանք, այստեղ հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով երկու մարդ է մահացել իրենց տների նկուղներում։ Անձրևը խափանել է ճանապարհային երթևեկությունը եւ օդանավակայանների աշխատանքը։ Փրկարարական ջրասուզակների խումբը Բրուքլինում հայտնաբերել է 39-ամյա տղամարդու մարմինը երկհարկանի տան նկուղում։ Մանհեթենում եւս մեկ տղամարդ 43 տարեկան հայտնաբերվել է մահացած բազմաբնակարան շենքի նկուղային կաթսայատանը։ Անձրևային այս փոթորիկը քաղաքի որոշ հատվածներում ռեկորդային էր։ Ըստ նախնական տվյալների միայն Central Park-ում տեղացել է 4.6 սանտիմետր անձրև, ինչը գերազանցում է 1917 թվականի ռեկորդը։ Լա Գվարդիա օդանավակայանում գրանցվել է մոտ 5 սանտիմետր տեղումներ, գերազանցելով այստեղ էլ 1955 թվականի ցուցանիշը։ Ամբողջ օրվա ընթացքում անձրևը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել է մինչև երեկոյան ժամերը։ Սոցցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս մեքենաներ, որոնք կիսով չափ ջրի տակ են, ինչպես նաև ջրով լցված մետրոյի կայարաններ։ Հարգելի նյույորքցիներ, գրեք մեզ, թե ինչպիսին է դրությունը այս պահին։ Այսօր կանխվել է տերորիստական ակտ։ Միչիգանում Դեթրոյթի հարվարձաններում ձերբակալություններ են եղել, որոնք ենթադրաբար ծրագրվում էին հարձակում հելոինի միջոցառումների ժամանակ, այս մասին էլ հայտնում է ՀԴԲ-ի տնօրեն Քերշ Պատելը։ Նրա խոսքով գործողությունը կենտրոնացած էր Դեթրոյթի մերձակայքում եւ ավելի մանրամասն տեղեկություններ արդեն կհրապարակվի ավելի ուշ։ Հետաքննությանը մոտ աղբյուրները հայտնել են, որ ծրագիրը ներշնչված է եղել իսլամական պետություն խմբավորման գաղափարախոսությամբ եւ քննվում է, արդյոք կասկածյալները հնարավոր է ծայրահեղականացվել են առցանց հարթակներում։ ՀԴԲ-ի խոսնակ Ջորդան Հոլը հայտնել է, որ այժմ հանրային անվտանգության սպառնալիք չկա։ Աղբյուրները հայտնում են, որ կասկածյալները միմյանց հետ շփվել են առցանց եւ քննարկել են հելոինի ժամանակ հարձակում կազմակերպելու գաղափարը, որը անվանել են դդմի օր։ Վաշինգտոնում հանրապետական եւ դեմոկրատ օրենսդիրների միջև հակամարտությունը կառավարության ֆինանսավորման շուրջ նոր վտանգավոր փուլ է մտել։ Կոնգրեսը չի հասել համաձայնության եւ արդեն վաղվանից ավելի քան 42 միլիոն ամերիկացի ժամանակավոր կզրկվեն իրենց SNAP սննդային օգնության վճարներից։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կառավարության փակմանը մեղավոր է համարում դեմոկրատներին ընդգծելով, որ նրանք 14 անգամ մերժել են քվեարկել կառավարության բացման օգտին։ Դեմոկրատները լքել են իրենց դիրքերը սենատում այն ժամանակ, երբ միլիոնավոր ամերիկացիներ կանգնած են սովի եզրին։ Մենք քվեարկել ենք բացելու համար կառավարությունը, բայց նրանք նախընտրել են քաղաքական խաղերը ժողովրդի կյանքի հաշվին, ասել է Ջոնսոնը։ Նա հիշեցրել է, որ սննդային աջակցության ծրագիրը SNAP-ը առայժմ ամբողջությամբ սպառված է իր ռեսուրսներով եւ Գանձապետարանի պաուզդայի միջոցներն էլ չեն կարող օգտագործվել առանց սենատի որոշման։ Իսկ դեմոկրատները շարունակում են խոչընդոտել փակ պահելով ամենակարևոր պետական ծառայությունները։
Դեմոկրատներն էլ իրենց հերթին մեղադրում են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, որ այն սխալ է կառավարել բյուջեն եւ ստեղծել ֆինանսական ճգնաժամ հակաբյուջետային ճնշման պայմաններում։ Սակայն այս Ջոնսոնի կառավարությունը փակ է մնում միայն այն պատճառով, որ դեմոկրատները փորձում են պահպանել իրենց քաղաքական լծակները։ Նույն մարդիկ, ովքեր 2018-ին հայտարարում էին, որ կառավարության փակումը վտանգավոր եւ անընդունելի է, այսօր հենց իրենք են օգտագործում այն որպես քաղաքական զենք, ասել է Ջոնսոնը։ Կոնգրեսի հաջորդ նիստը, որտեղ քվեարկելու են կառավարության վերաբացման հնարավորության համար կամ ուղղակի համար, սպասվում է հաջորդ շաբաթ։ Սրան զուգահեռ դաշնային երկու դատավորներ Մասաչուսեթսում եւ Ռոդ Այլանդում այսօր գրեթե միաժամանակ որոշել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է շարունակի ֆինանսավորել SNAP ծրագիրը, երկրի ամենամեծ սննդային աջակցության նախաձեռնությունը, օգտագործելով պահուստային ֆոնդերը։ Դատավորները վարչակազմին հնարավորություն են տվել որոշելու ծրագրին մասնակի թե ամբողջական ֆինանսավորում հատկացնել նոյեմբերին, բայց միշտ ապեք ուրախանալ, եթե դուք նույնպես հանդիսանում եք ծրագրի շահառու, ապա ասեմ հետևյալը. առայժմ անհայտ է, թե որքան արագ կվերալիցքավորվեն շահառուների քարտերը, որոնք նրանք օգտագործում են մթերք գնելու համար։ Այդ գործընթացը սովորաբար տևում է 1-ից 2 շաբաթ։ Եվ մի մոռացեք, սա Ամերիկան է, եւ ամենայն հավանականությամբ որոշումներն էլ կբողոքարկվեն վերադասատյաններում։ Գյուղատնտեսության նախարարությունը USDA-ը նախատեսում էր դադարեցնել SNAP-ի վճարումները, հայտնելով, որ փակման պատճառով այլևս չի կարող շարունակել դրա ֆինանսավորումը։ Ծրագիրը ընդգրկում է ԱՄՆ բնակչության մոտ 1/8 մասը եւ համարվում է երկրի սոցիալական պաշտպանության համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը, ամսական մոտ $8 միլիարդ ծախսով։ 25 նահանգների դեմոկրատ նահանգապետերն ու դատախազները, ինչպես նաեւ Կոլումբիայի շրջանը Վաշինգտոն DC-ին, դիմել էին դատարան պնդելով, որ վարչակազմն ունի օրինական պարտավորություն շարունակելու ծրագիրը իրենց իրավասության տակ գտնվող տարածքներում։ Դեմոկրատ պաշտոնյաները պնդել էին, որ 5-ից 6 միլիարդ դոլար գումարը ոչ միայն կարելի է, այլև պարտադիր է օգտագործել։ Նրանք նշել էին նաև, որ կա եւս մեկ մոտ 23 միլիարդ դոլարի ֆոնդ, որը նույնպես կարելի է կիրառել այդ նպատակով։ Ռոդ Այլանդի դատավոր Ջոն Մաքքոնելը որոշել է, որ ծրագիրը պետք է ֆինանսավորվի առնվազն պահուստային միջոցներով եւ պահանջել է մինչեւ 2 շաբթի ներկայացնել հաշվետվություն կատարվածի մասին։ Նմանատիպ որոշում է կայացվել նաև Բոստոնում դաշնային դատավոր Ինդիրա Թալվանիի կողմից։ Գրավոր կարծիքում նա նշել է. USDA-ը պարտավոր է վճարել SNAP-ի համար, անվանելով ծրագրի դադարեցումը օրինազանց։ Դատավորը կարգադրել է դաշնային կառավարությանը մինչև 2 շաբթի հայտնել, թե արդյոք պատրաստվում են օգտագործել պահուստային միջոցները ծրագիրը մասնակիորեն կամ լիարժեք ֆինանսավորելու համար, ներառելով նաև այլ հասանելի ֆոնդերը։ Նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Սենատը վերացնի ֆիլիբաստերը եւ բացի կառավարությունը, որը շարունակում է փակ մնալ արդեն 31 օր, եւ ստացվում է, որ եթե հաջորդ շաբաթ են քվեարկելու, մոտենում են արդեն ամենաերկար փակմանը 35 օրվան։ Թրամփի այս հայտարարությունը հակասում է իր կուսակցության հանրապետականների ավանդական դիրքորոշմանը, որոնք երկար տարիներ պաշտպանել են ֆիլիբաստերը որպես Սենատի կարևոր ինստիտուցիոնալ մեխանիզմ։ Նախագահը իր True Social հարթակում գրել է, որ ընտրությունը պարզ է, պետք է վերացնել ֆիլիբաստերը։ Այս կոչը մեծ լարվածություն է առաջացրել Սենատում, խորացնելով քաղաքական ճգնաժամը եւ բաժանելով անգամ հանրապետականների շարքերը։ Այս կանոնը ներկայումս դեմոկրատներին հնարավորություն է տալիս արգելափակել հանրապետականների օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում կառավարության վերաբացման առաջարկը։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել կանոնները, ընդգծելով, որ ֆիլիբաստերը Սենատի հիմքն է եւ նպաստում է երկկուսակցական համագործակցությանը։ Նման դիրքորոշում են հայտնել նաեւ մի շարք այլ հանրապետական սենատորներ։ Քաղաքական փակուղին կարող է կոտրվել միայն հաջորդ շաբաթ նահանգային ընտրություններից հետո, երբ երկու կուսակցություններն էլ կվերագնահատեն իրենց դիրքերը։ Սենատի մեծամասնությունը կազմող հանրապետականները հիմնականում դեմ են այդ գաղափարին։ Նրանք զգուշացնում են, որ ֆիլիբաստերի վերաբացումը կթուլացնի իրենց ազդեցությունը այն դեպքում, երբ իրենք դառնան փոքրամասնություն։ Ֆիլիբաստերը ԱՄՆ սահմանադրությամբ նախատեսված չէ։ Այն ձևավորվել է 1805 թվականին որպես տեխնիկական հետևանք, երբ փոխնախագահ Аарոն Բարը պահանջել է պարզեցնել Սենատի կանոնակարգը։ Ժամանակի ընթացքում այն վերածվել է քաղաքական գործիքի, ընդդիմադիրներին հնարավորություն տալով դանդաղեցնել կամ արգելափակել օրենսդրական գործընթացները։ Լավ, եկեք նաև ավելի ընդարձակ բացատրություն տանք ֆիլիբաստեր տերմինին, որը Սենատի եզակի մեխանիզմ է, որն օգտագործվում է երկու կողմում էլ որոշակի օրինագծերի քվեարկությունը ձգձգելու կամ արգելափակելու համար։ Ավելի պարզ ասած, օրինագիծը կարող է ընդունվել պարզ մեծամասնությամբ 51 ձայնով, սակայն քննարկումը ավարտելու եւ քվեարկության անցնելու համար անհրաժեշտ է 60 ձայն, այսինքն երկու ճանապարհ է անցնում եւ երկու քվեարկությամբ։
Այդ պատճառով փոքրամասնությունը ֆիլիբաստերի միջոցով կարող է արգելափակել մեծամասնության օրակարգը, չթողնելով որ գործը հասնի օրինագծի քվեարկությանը։ Ֆիլիբաստեր բառը գալիս է հոլանդերենից, ծովահեն իմաստով։ Սկզբնական ձևով այն կիրառվում էր, երբ սենատորներից մեկը մերժում էր լքել ամբիոնը եւ անընդհատ խոսում էր քվեարկությունը ձգձգելու համար։ Դա կոչվում էր խոսքի ֆիլիբաստեր։ Առաջին նման դեպքը արձանագրվել է դեռևս 1789 թվականին Սենատի առաջին նիստում։ Տարիների ընթացքում ֆիլիբաստերը երբեմն կիրառվել է ոչ թե բարոյական պայքարի, այլ քաղաքական շահի համար։ 1957-ին հարավային Կարոլինայի սենատոր Սթրոմ Թերմոնդը ավելի քան 24 ժամ խոսել է ընդդիմանալով քաղաքացիական իրավունքի օրինագծին։ Այս տարվա ապրիլին Նյու Ջերսիի սենատոր Քորի Բուքերը ընդդեմ Թրամփի վարչակազմի քաղաքականությունների առանց դադարի խոսել է ավելի քան 25 ժամ սահմանելով նոր ռեկորդ։ Ֆիլիբաստերը ժամանակին հազվադեպ էր կիրառվում եւ հիմնականում խիստ վիճահարույց հարցերի դեպքում, սակայն վերջին տասնամյակներին այն դարձել է սովորական գործիք, որը հաճախ պարալիզացնում է Սենատը։ Այդ պատճառով աճում են պահանջները վերացնելու այն, քանի որ քննադատների խոսքով դա վերածվել է մեծամասնության կամքը խոչընդոտող մեխանիզմի։ 1970-ականներից ի վեր ձևավորվել են նաև լուր ֆիլիբաստեր տարբերակը, որը չի պահանջում խոսք կամ հրապարակային քննարկում։ Սենատորը պարզապես տեղեկացնում է մեծամասնության ղեկավարին իր մտադրության մասին, եթե նրան աջակցում են առնվազն 40 սենատոր։ Քվեարկությունը պարզապես չի անցկացվում։ Կարծում եմ կարողացա այդուամենայնիվ ընդարձակ ներկայացնել ինչի մասին է ֆիլիբաստերը։ Հաջորդի մի քանի միգրացիոն թեմաներ են, սակայն մինչև այդ կցանկանայի գոհունակությունս հայտնել մեր գործընկերներին։ Առաջինը Գերիս Մամ Սպեքերին։ Համագործակցության առաջարկներ շատ ենք ստանում, բայց չենք ցանկանում գովազդել մի ապրանքանիշ, որին մենք ինքներս չենք վստահում։ Մամսլավաշը կարծում եմ բոլորին է համոզել, որ լավագույնն է։ Սա ամենևին էլ սուբյեկտիվ կարծիք չէ, իսկ եթե ցանկանում եք ոչ միայն օգտվել արտադրանքի լավաշից, ապա այցելեք Գլենդերի կենտրոնում նորաբաց բեքերի։ Երկրորդը Կոզանյան Meat and Liquor Market-ը, տարիներ շարունակ այն նույն վստահելի վայրը, որտեղ գնումներ եք կատարել առանց հիասթափության, անուն, որը շատ բան է ասում իր մասին։ Եվ վերջապես մեր նոր գործընկերը Cosmo Palace Restaurant and Banquet Hall-ը բացօթյա հուկա լաունջով, համեղ խորտիկներով, հաճելի մթնոլորտ եւ իսկական ժամանակակից հայկական ջերմություն։ Եթե փնտրում եք ժամանցի վայր, որտեղ համը, երաժշտությունը, տրամադրությունը միախառնվում են, սա է ճիշտ հասցեն։ Շարունակենք այդուամենայնիվ մեր լուրերը ամերիկյան զինվորական ղեկավարությունը բոլոր նահանգների ազգային գվարդիաներին հանձնարարել է ձևավորել արագ արձագանքման ուժեր քաղաքացիական անկարգությունների եւ զանգվածային բախումների դեպքում մի քանի ժամում արձագանքելու պատրաստակամությամբ։ Սա հերթական հստակ ազդանշանն է, որ Թրամփի վարչակազմը երկարաժամկետ պլան ունի զինվորականներին ավելի արագ ուղարկելու ԱՄՆ քաղաքներ։ Շրջանառության մեջ դրված մի շարք հուշագրեր պարտադրում են, որ բոլոր 50 նահանգների եւ ԱՄՆ տարածքների, բացի Վաշինգտոն DC-ից, գվարդիական ստորաբաժանումներին պատրաստել հատուկ զորքեր, որոնք կանցնեն հատուկ ուսուցում ձեռնափայտերի, վահանների, էլեկտրաշոկերների եւ պղպեղային գազերի կիրառման կանոններով։ Ամեն նահանգում նախատեսվում է մոտ 500 զինծառայողից բաղկացած ուժ, ինչը ընդհանուր կազմելու է ավելի քան 23000 զինվորական։ Վաշինգտոն DC-ն հատուկ կարգով կպահպանի մշտական ծառայության մեջ գտնվող 50 հոգանոց ռազմական ոստիկանության բատալյոնը։ Նահանգներին ուղարկված հրահանգները պարտադրում են, որ բոլոր արագ արձագանքման ստորաբաժանումները լիովին գործող լինեն մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրան աջակցելու համար ազգային գվարդիայի բյուրոն յուրաքանչյուր նահանգին կհատկացնի հարյուրավոր ամբոխի վերահսկման սարքավորումներ եւ 2 մշտական հրահանգիչ։ Իլինոյսի իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել ԱՄՆ դաշնային իշխանությունների, մեղադրելով նրանց Չիկագոյի արվարձանում գտնվող ներգաղթի կենտրոնում ոչ մարդկային վերաբերմունքի համար։ Դատական հայցը ներկայացրել են ACLU, Իլինոյսի եւ MacArthur Justice Center-ի փաստաբանները, պնդելով, որ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության ICE աշխատակիցները Բրոդվյու կենտրոնում կալանավորված անձանց չեն տրամադրում փաստաբանների հետ մասնավոր կապի հնարավորություն եւ արգելում են կոնգրեսի անդամներին, հոգեվոր առաջնորդներին եւ լրագրողներին մուտք գործել հաստատություն։ Այս ամենը ըստ իրավապաշտպանների ստեղծել է սև արկղի միջավայր, որտեղ իշխանությունները գործում են լիակատար անպատժելիությամբ։ Հայցում նշվում է, որ կալանավորվածներին ստիպում են ստորագրել փաստաթղթեր, որոնք նրանք չեն հասկանում, այդ կերպ զրկելով իրենց իրավական պաշտպանությունից եւ ենթարկվելով արտաքսման վտանգին։ 76 էջանոց հայցում նկարագրված են սարսափելի պայմաններ, խցերը չափազանց նեղ են, տարածքում տարածված է զուգարանների գարշահոտը, որովհետեւ դրանք գրեթե միշտ խցանված են, լվացարաններում միջատներ։ Մի կալանավոր պատմել է, որ մարդիկ քնում էին հատակին, իրար վրա կամ նույնիսկ զուգարանում, որովհետև այլևս տեղ չկար։ Ներքին անվտանգության նախարարությունը DHS-ը ավելի վաղ հերքել էր մեղադրանքները, պնդելով, որ կենտրոնում կալանավորվածները ստանում են պատշաճ սնունդ, բժշկական խնամք եւ կապ ընտանիքի ու փաստաբանների հետ։ Սակայն փաստաբաններն ասում են, որ իրականում այնտեղ պահվում է մինչև 200 մարդ առանց իրավական պաշտպանության հնարավորության։
Բրոդվիո կալանավայրի անունը շատ է հիշատակվել մեր թողարկումներում, բայց նաև հիշատակվել են այլ հաստատությունների անունները եւ պայմանները, եւ ոչ վաղ անցյալում նշել էինք, որ Սենատը հետաքննություն է սկսել։ ԱՄՆ Սենատի նոր հետաքննությունը բացահայտել է տասնյակ փաստացի հաստատված դեպքեր բժշկական անփութության եւ վատ պայմանների մասին միգրանտների կալանավայրերում ամբողջ երկրում։ Դրանք ներառում են դեպքեր, երբ մարդկանց մերժվել է ինսուլին, օրերով չեն ստացել բուժօգնություն կամ ստիպված են եղել մրցույթի մասնակցել խմելու ջրի համար։ Այս բացահայտումները կրկին ուշադրություն են հրավիրում կառավարության կողմից իր հսկայական կալանավորման համակարգի վերահսկման վրա։ Հետաքննությունը ղեկավարել է սենատոր Ջոն Օսոֆը Ջորջիայի դեմոկրատական կուսակցությունից։ Սա մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Սենատի երկրորդ զեկույցն է ներգաղթի կալանավորման համակարգում։ Այն հիմնվում է ավելի քան 500 փաստաթղթավորված բողոքների վրա 2025 թվականի հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում։ Վերջին զեկույցը փաստում է ավելի քան 80 հաստատված բժշկական անփութության դեպք եւ բազմաթիվ բողոքներ անբավարար սննդի ու ջրի վերաբերյալ։ Սենատի հետաքննիչները եզրակացնում են, որ սա վկայում է դաշնային վերահսկողության համակարգային ձախողման մասին։ Զեկույցում նշված են դեպքեր, երբ կալանավորվածները օրերով մնացել են առանց բուժօգնության, ինչը երբեմն եղել է կալանքի համար վտանգավոր։ Մեկ կալանավոր մահացել է սրտի կաթվածից մի քանի օր շարունակ ցավերի մասին բողոքելուց հետո։ Կալանավորվածները նշել են, որ իրենց տրված սնունդը չափազանց փոքր է եղել, կաթը ժամկետնը անց, իսկ ջուրը վատ հոտով կամ հիվանդություն առաջացնող։ Ներքին անվտանգության վարչությունը դեռևս չի արձագանքել զեկույցին։ Նախորդ զեկույցը հրապարակված օգոստոսի գերատեսչությունը անվանել էր սուտ եւ քաղաքական շահարկում։ Կանք Կալիֆոռնիա, այստեղ գիտեք նոյեմբերի 4-ին սպասվում են ընտրություններ եւ ընդամենը մեկ հարց է այո թե ոչ։ Հիմա եթե դեռևս տեղյակ չեք դրա մասին խոսենք, Կալիֆոռնիայի ընտրողները ըստ հրապարակված հարցման մեծ հավանականությամբ քվեարկելու են այո առաջիկա հատուկ ընտրություններում։ Այն շրջանների բաժանման նոր օրենքի մասին է։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի հակազդելու Տեքսասում Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնած նոր բաժանման ծրագրին, որը կարող է օգնել հանրապետական կուսակցությանը պահպանել վերահսկողությունը ներկայացուցիչների պալատում։ Նախաձեռնությունը, որը հայտնի է որպես Proposition 50, ներկայացվել էր օգոստոսին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի կողմից։ Այն առաջարկում է վերանայել կոնգրեսի ընտրատարածքների սահմանները, փոխարինելով անկախ հանձնաժողովի քարտեզները նոր տարբերակով, որը ներկայացրել են նահանգի դեմոկրատ օրենսդիրները։ Ըստ փորձագետների, փոփոխությունը կարող է դեմոկրատներին ապահովել մինչև 5 լրացուցիչ մանդատ 2026 թվականի միջանկյալ ընտրություններում։ Օրինագծի դիմախոսները սակայն պնդում են, որ հատուկ ընտրությունները չափազանց թանկ են եւ խախտում են Կալիֆոռնիայի քաղաքացիների կամքը, որոնք ավելի քան 15 տարի առաջ քվեարկել էին անկախ բաժանման համակարգի օգտին։ Ընտրությունների վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է մինչև երեկոյան ժամը 8-ը։ Եկեք հասկանանք ի վերջո ինչու է այն կարևոր եւ կարևոր է արդյոք Միացյալ Նահանգներում ընթանում է շրջանների վերագծման աննախադեպ ալիք։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական նահանգներին կոչ էր արել վերաձևել ներկայացուցիչների պալատի ընտրական շրջանները առաջիկա միջանկյալ ընտրություններին ընդառաջ դիրքերն ուժեղացնելու համար։ Դեմոկրատներին պալատում վերահսկողությունը վերցնելու համար անհրաժեշտ է ընդամենը 3 մանդատ։ Մինչդեռ Թրամփը հույս ունի վերագծմամբ կանխել ավանդական միտում, ըստ որի նախագահի կուսակցությունը միջանկյալ ընտրություններում սովորաբար կորցնում է տեղերը։ Տեքսասն առաջին նահանգն էր, որ արձագանքեց Թրամփի կոչին։ Հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթը օգոստոսի 29-ին ստորագրեց նոր քարտեզի օգտին, որը կարող է ապահովել մինչև 5 լրացուցիչ տեղ։ Քարտեզը հիմա վիճարկվում է դատարանում։ Կալիֆոռնիա, առաջին դեմոկրատական նահանգը, որը հակազդեց Թրամփի նախաձեռնությանը։ Նոր քարտեզը շրջանցում է 2020-ի մարտահամարից հետո ստեղծված անկախ հանձնաժողովի քարտեզը, հնարավորություն տալով դեմոկրատներին շահել մինչև 5 լրացուցիչ մանդատ։ Ինչպես արդեն նախորդ նյութում նշեցի, այն իրագործելի կլինի միայն ընտրություններից հետո։ Միսուրի հանրապետական նահանգապետ Մայք Քիհոն սեպտեմբերի 28-ին ստորագրել է նոր քարտեզ, որը կարող է ապահովել 1 լրացուցիչ մանդատ, վերաձևելով Կանզաս Սիթիի դեմոկրատական շրջանը։ Դեմոկրատները հիմա պատրաստում են հանրաքվեի ստորագրահավաք եւ մի քանի դատական հայց։ Հյուսիսային Կարոլինա հոկտեմբերի 22-ին նահանգի հանրապետական խորհրդարանը հաստատեց Թրամփի պահանջած փոփոխությունները, որով կարող են ավելացնել 1 տեղ։ Հանրապետականներն այժմ ունեն 14-ից 10 մանդատ։ Քարտեզը վիճարկվում է դատարանում։ Օհայո, այսօր հոկտեմբերի 31-ին հանրապետական մեծամասնությամբ հանձնաժողովը հաստատել է նոր քարտեզ, որը կարող է ուժեղացնել դիրքերը 2 մրցակցային ընտրատարածքներում։ Հանրապետականներն այժմ ունեն 15-ից 10 տեղ։ Յութա հոկտեմբերի 6-ին հանրապետական օրենսդիրները հաստատել են նոր քարտեզ, որը դեռևս պետք է ստանա դատարանի հավանությունը։ Փոփոխությունները կարող են որոշ շրջաններ դարձնել ավելի մրցակցային դեմոկրատների համար։ Հանրապետականները ներկայումս ունեն բոլոր 4 մանդատները։ Կան նահանգներ, որոնք քայլեր են ձեռնարկում վերագծման ուղղությամբ։ Դրանք են Լուիզիանան, Վիրջինիան, Ինդիանան եւ Կանզասը։
Սրանց կողքին կան նաև նահանգներ, որոնք դեռևս քննարկման փուլում են միջանկյալ վերագծումը։ Դրանց թվում են Քոլորադոն, Ֆլորիդան, Իլինոյսը, Մերիլենդը, Նյու Յորքը եւ Նեբրասկան։ Նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հստակ ասել, արդյոք ծրագրումը վերսկսել ստորգետնյա միջուկային պայթյունների փորձարկումները։ Այս հարցը առաջացել էր նրա հրապարակման հետևանքով, որը մտահոգություն էր առաջացրել, թե Միացյալ Նահանգները կարող է վերադառնալ միջուկային զենքի փորձարկումներին շուրջ 3 տասնամյակ դադարից հետո։ Շատ շուտով կիմանաք, ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում առանց մանրամասների։ Նրա այս խոսքերը առաջացրել են շփոթություն թե կառավարությունում, թե դրսում, քանի որ պարզ չէր նախագահը նկատի ուներ մարտագլխիկների փորձարկում, թե հրթիռների փորձարկում, որոնք կարող են այդ մարտագլխիկները կրել։ Վերջին անգամ Միացյալ Նահանգները միջուկային պայթյուն իրականացրել է 1992 թվականին։ Միացյալ Նահանգները ստորագրել, սակայն չի վավերացրել համապարփակ միջուկային փորձարկումների արգելքի մասին պայմանագիրը, սակայն փաստացի այն պահպանում է ինչպես մյուս միջուկային տերությունները, բացառությամբ Հյուսիսային Կորեայի։ Իսկ այսօրվա լուրերի համար առանձնացրել է այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եղեք։